Բոլորին ես հարցը տալիս ենք, քեզ էլ այդ հարցը տանք, դու որտեղ ես, ոնց իմացար ես ռեպրեսիայի մասին, ինչ մտածեցիր, ինչ արեցիր, ով առաջինը մտքիդ եկավ։ Ես Ով առաջինը մտքիդ եկավ։ Կներես Ասնիկ ջան։ մի անգամայն հասկանում եմ ակնարկը։ Արդեն հասկացա։ Պարչիով եկար մտքին։ Չգիտեմ, պետք է իմանալ։ Ես էլ չգիտեմ։ Ես քնած էի քույրիկս մանկավարժա աշխատանքի գնալուց տեսնում է Facebook-ում Վազգենի մասով գրառումը։ Իրա մտքին ով եկավ առաջին։ Մի անգամից զանգում է ինձ արթնացնում է, որ Վազգենը գրել է, որ իրանց տանը խոզարկություն է, ես մտնում եմ Facebook, առաջինը տեսնում եմ ոչ թե Վազգենի գրառումը, այլ ձեր գրառումը, որ միաժամանակ երկուսի բնակարաններում է խոզարկություն լինում։ Եվ ինչ պետք է անեմ, բնականաբար հագնվում եմ, դուրս եմ գալիս տնից, գնում եմ Նարեկենց տան ուղղությամբ։ Այդտեղ դուք արդեն հասել եք, մենք այնտեղ հանդիպում ենք ձեր Դու ես։ Ես էի, այն որ խոչընդոտում էին մտնեիք տուն, էդ էլ դուք էիք։ Էդ էլ դուք էիք։ Միջալոց նոր բան արեցի ես։ Մատս միջև հիմա վնասված։ Ճիշտ է, հատուցում։ Այնքան է դուրս եկել, որ չէին բացում, բայց խոչընդոտելու համար խեղ Շպիդանյանին տարա։ Ասում եմ, բանը, փաստաբանը դուր համբերի։ Ապօրինությունը հենց այդ վարկյաններից սկսել է եւ հետո բնականաբար սպասելի էր, որ խոզարկություն կարող է տեղի ունենալ նաեւ մեր գրասենյակում, բնականաբար Նարեկին ձերբակալում են, տանում են, միանգամից ուղևորվում եմ գրասենյակ, այստեղ մնացածը արդեն բոլորս տեսել ենք ոնց էր, ինչ էր, փաստորեն առաջինը քո մտքին եկա ես։ Ասացիր առաջինը մտքիդ ով եկավ։ Դե առաջինը իմ գրառումն է տեսել, տես դրա։ Դու ես եկել մտքին։ Առաջին հարցը որ Մելքոնյանին հեշտ չի հիշեցի, լավ հետ բայ։ Երեկվանից այլևս երբեք չեմ մոռանա Մասիս Մելքոնյանին։ Դե դա հետաքրքիր է էլի։ Դե լավ, իմ հարցերը սպառվեցին։ Աստիկ ջան, մի անգամ էլ մեր եւ շատերի անունից մալաձես, դու շատ արագ կողմնորոշվեցիր, շատ արագ այս ընթացքում աշխատանքդ ոչ թե կրկնապատկվել է, այլ քառապատկվել, հնգապատկվել է, մալաձես, այնտես ինչ որ մի հատ կեղծ թեզ կա իրականում, առերևույթ կեղծ էլի, որ եթե կանայք կան իշխանության, այդ կանայք ավելի իրավաչափ իրենց գործունեությունը իրականացնեն ավելի արդյունավետ, հիմա նայում ենք իրավապահ համակարգի ղեկավարության մեջ կանանց թիվը ավելի շատ է, քան տղամարդկանց, ու տեսնում ենք, որ հակառակն է լինում։ Սկսած բանտերի ծառայության պետից սակին են։ Հա։ Տեսնում ենք, որ տենց ոնց որ թե տեսությունը չաշխատեց, բայց աստղիկի պես մարդիկ օրինակ հույս են ներշնչում, որ սոտիկի կարող է այդ տեսությունը այնքան էլ սխալ չի։ Մեկ-ապտի մարդը լինի, ուզում է կինը լինի, ուզում է։ Ես իսկապես ավելորդ եմ համարում իմ անունը այսքան շեշտելը, խնդրում եմ։ Իսկապես իմ խնդիրը չի, թիմի խնդիրն է, այստեղ բոլորը միանշանակ առանց թիմի ուղղակի ես չկամ, հա։ Թիմով ամբողջացվում է ամեն ինչը։ Այդան Ստեփանյան, որ հիմա ամբողջ են գործառույթներն աստանձնել, որը ես եմ իրականացրել, ինձ վրա էլ նենց հաստատվել, որ Նարեկի լիազորություններն են դրվել։ Երանուհին Բարեկյան, որը էլի մշտապես էս ամբողջ։ Չէ, եկեք, տեսնեմ մեզ, տեսնենք ինչ ա լինում։ Եկեք տարա։ Չէ, անունները տալ պետք է, իմ անունը հնչում է, դրա համար անպայման իրանց անունները եւս պետք է հնչի։ Յան ինձ որ բռնելու դու իրանց է բռնել։ Բայց իրանցը խիչեք տալի որ։ Դե լավ։ Ես մի քանի շնորհակալություններ էլ հայտնեմ, ովքեր որ անձամբ ինձ հետ են կապվել եւ աջակցություններ են փոխանցել։ Շատ շնորհակալություն Արուսին Ղազարյան, Լիլիանին Խոդաղուլյան, Դավիթին Գինոսյան եւ եւս մի անանուն փոխանցում եմ ստացել, շատ շնորհակալ եմ։ Այդ ամեն ինչը ծառայելու է անտիֆեյքի այս պակաս պրադբաները լրացնելու եւ հետագա գործունեության համար, որովհետեւ դեռ չգիտենք ինչքան ժամանակով ու մեզ ինչ է սպասվում։ Դրա համար այդ աջակցությունների կարիքը շարունակական է լինելու, բաց ենք բոլոր տեսակի առաջարկների եւ աջակցությունների համար, սիրով կընդունենք ամեն ինչ։ Եվ նաև ասեմ, որ իմ նեմնիմի աջակիցների հետ
հետադարձ կապը պահպանվում է, ուրախ կլինենք եւ անտիֆեյքի եւ իմնեմնիմի հետագա գործնության հետ կապված առաջարկներ լսել, վարողների, հյուրերի առաջարկներ ենք ընդունում, խնդրում եմ մեկնաբանություններում եւ հիմա ուղիղ եթերի եւ հետո եթերի ավարտից հետո գրեք, պատրոններին մեր շատ շնորհակալություն, նոր պատրոններին բարի գալուս, դուք էլ պատրոնում եւս էլի մեկնաբանություններով, պոստերով կարող եք նամակներով կարող եք կապի դուրս գալ եւ ձեր առաջարկները ներկայացնել, ասեմ նաեւ որ դրանք անպայման ոչ միայն մենք ենք քննարկում թիմով, այլ նաեւ հասնում են Նարեկին ու Վազգենին իրենց այդ ինֆորմացիան ամենօրյա կտրվածքով գրեթե հասանելի է։ Դրա համար դա եւս հասանելի է մեր միջոցով Փաստաբանների միջոցով դրա համար ուրիշ բաներ չմտածում։ Շնորհակալություն դիտարկման համար, դրա համար դա եւս հաշվի առեք, սպասում ենք առաջարկների։ Ճիշտ եմ, չէ հասկանում, որ այն նախորդ անգամվա ռեժիմը կրկնվում է եւ հիմա էլի մենք ակնկալում ենք, որ մեր ընկերները, գործընկերները կգան ու ոնց եք անելու, այդ մտածել եք թե հələ չէ։ Այդ Ռուբջան, այդ բանն է, էլի։ Ես հասկացա։ Քննարկումների փուլում ունենք մի քանի տարբերակներ, այն որ երկու շաբաթական երկու անգամ շարունակվելու է դրա որոշումը կա։ Տարբերակներ ունենք, որ փոխվող զույգեր լինեն, ովքեր որ այդ կոինը արդեն մենք դրել ենք փոխանորդ։ Փոխանորդներ լինեն զույգերով, որոնք որ մշտականության սկզբունքով կլինեն կամ անընդհատ փոփոխվող տարբերակները քննարկման փուլում են, նաև սիրով մեր համակիրների առաջարկները կլսենք այդ մասով։ Ուրեմն բոլոր նրանք, ովքեր որ առաջարկելու են տարբերակներ, որոնք չեն ներառում իմ եւ Արսենի մասնակցությունը, մենք ողջունում ենք այդպիսի տարբերակներ ներառելը։ Մենք աջակցենք այդպիսի։ Բայց ես Facebook-ում արձագանքներ տեսա, որ մարդիկ բավականաչափ հավանել են այս եթերը, քաղաքի դեպ հիմա իմնեմնիմի է լսում, Facebook-ում բավականին դրական արձագանքներ կային, այդ թվում եւ ձեր մասով, դրա համար խնդրում եմ Շատ շնորհակալություն։ Մենք